Բարև ձեզ սիրելի հայրենակիցների, թելում Արևմտյան Հայաստանի հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն աստորված ծրագիրն է Արցախաժառանգությունն իրավունքները վտանգի տակի Western Armenia-ի թեզը համարը հրապարակված Իսրայելը թեզահարվածները Լիբանանում ամփոփվալա ցեղասպանագիտական երիտասարդական ծրագիրը հայությունը կազմակերպված ազգ Շուշվա կորածվանքն է իտալական թնդանոթը ԽԵԱ կարևոր աջակցել Արևմտյան Հայաստանի հեռուստատեսությունը միացեք հայ ճամփայի վետերաններին Արևմտյան Հայաստանի Հանրապետության Երևանյան առաքելությունում հանդիպում այլել Արցախահայության ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը նախաձեռնածայել Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր Արցախը հարցերով հանձնաժողովի նախագահ Շուշի Հայրենատիրական միության նախագահ պատմաբան Աշոտ Հարությունյանը։ Հանդիպման հիմնական նպատակը Արցախում բնիկ հայ բնակչության մշակութային ու պատմական ժառանգության նկատմամբ Բաքվի ռեժիմի կողմից իրականացվող ոչնչացման քաղաքականության քննարկումն այլ ինչպես նաև միջազգային իրավական ու հանրային հարթակներում այդ հարցի բարձրացման ուղիների որոնումը միջոցառման վաղտը ելույթով հանդես եկալ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Արմենակ Աբրահամյանը ինքը անդրադարձալ ներկայումս ընթացող դատական գործընթացներին վերառնչվում Արցախահայության իրավունքների պաշտպանության միջազգային իրավունքի շրջանակներում արդարության վերականգնման հնարավորություններին իրեն խոսքում ընդգծալավեր Արցախահայության իրավունքների հարցը պիտի շարունակաբար մնա միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում հաջորդիվ ելույթ ունեցալ Արցախամշակութային ժառանգության պահպանության հարցերով մասնագետ Հովիկ Ավանեսովը վերներկայացրել Արցախում իրականացվող ադրբեջանական վանդալիզմի փաստերը ինքը մասնավորապես անդրադարձալ հայկական եկեղեցիների պատմամշակութային կոթողների գերեզմանոցների ու այլ արժեքավոր ժառանգության ոչնչացման դեպքերին շեշտելավեր մշակութային ցեղասպանության այս դրսևորումները լուրջ սպառնալիք են տարածաշրջանի պատմական հիշողության հետի Բանախոսը նաև ներկայացրել այն քայլերը վերանհրաժեշտ է ձեռնարկել հայկական մշակութային ժառանգության պահպանման ու միջազգային կազմակերպությունների ներգրավման ուղղությունով կանխելի շարունակվող ավերածությունները։ Հանդիպան ընթացքում ելույթ ունեցել նաև Արցախագերագույն խորհրդի ու Արցախ ազգային ժողովի երկրորդ գումարման падգամավոր Աշոտ Սարգսյանը։ Ներկայացրել այրան տեսակետները Արցախամշակութային ժառանգության պաշտպանության կարևորության վերաբերյալ ընդգծելավեր պատմամշակութային արժեքների պահպանումը համ ազգային, համ էլ համամարտկային նշանակություն ունի։ Միջոցառման ավարտին ներկաներին դիմալ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Տիկին Նելի Հարությունյանը վերկարևորել համազգային համախմբվածությունը ու հետևողական գործը Արցախաժողովրդի իրավունքների պաշտպանության ու հայկական մշակութային ժառանգության պահպանման գործում։ Western Armenia շաբաթաթերթի 125-րդ համանատույց եկալ վերեզդունա եւս ընթերցողներին ներկայացնում ազգային մշակութային ու պատմական արժեքներով հարուստ հրապարակումն է։ Շաբաթաթերթի շապիկին նկարված է հայկական ազգային էպոսի խորհրդանիշ տառած հերոսը Սասունցի Դավիթը վերին կերպարը դարեր շարունակ մարմնավորալ է հայ ժողովրդին ազատասիրությունը, տոկունությունը, հայրենասիրական ոգին, հոբելյանական շնչավ լեցունես համարը ներառում է հայկական ինքնության, պատմական հիշողության ու ազգային իրավունքների պահպանմանը նվիրված մխիլյանյութեր։ Western Armenia շաբաթաթերթը շարունակում է իրեն կարևոր առաքելությունը պիցրցնել ավարը Հայության Արցախի համահայկական խնդիրներին առնչվող հարցերը։ Իսրայելը թեզավիահարվածներ է իրականացրել հարավային Լիբանանում հրադադարի երկարաձգումից ընդամենը մի օր հետո իսրայելաբանակը հայտարարել էր թիրախավորվելու են Հեզբոլլահի ենթակառուցվածքային օբյեկտները։ Լիբանանյան աղբյուրների համաձայն հարվածներին հսցվել մի քանի շեների, հինչինդերդան բնակիչների թողան տարածքներ ու տեղափոխվել Բիդա Բեյրութա Սայդա։ Չնայած ապրիլի 17-ից գործող հրադադարին տարածաշրջանում լարվածությունը շարունակում է պահպանվել, իսկ կողմերը փոխադարձ մեղադրանքներին հնչեցնում հրադադարի խախտման մասին։ Ամփոփվալա ցեղասպանագիտական ջեհիլ դպրոց 2026 գարնանային ծրագիրը վերը միավորալ ցեղասպանագիտությունով հետաքրքրված ջեհիլներին գիտական քննարկումների ու կրթական դասընթացների շրջանակում ծրագրին վաղտը մասնակիցները հնարավորություն ունեցալ համատեղին տեսական գիտելիքները գործնական վերլուծությունների հետ ուսումնասիրելով ցեղասպանագիտությունը պատմական իրավական սոցիոլոգիական հոգեբանական մշակութային ու քաղաքական տարբեր դիտանկյունները դասընթացների նպաստան ոչ միայն պատմական իրողությունների ուսումնասիրությանը, այլև վերլուծական մտածողության ու պատասխանատվության ձևավորմանը ծրագրի կազմակերպիչները հատուկ շնորհակալություն հայտնել հայ օգնության միությանը նախաձեռնության աջակցության հետի։ Գիշերվա մթության մեջին կրակոցները հաբեկված բնակիչները հայկականացու նույն հարցը էլի կռևա 1006 թվականի Շուշիի ցնչած այս հարցը մի դար անցել շարունակում կախված մնալ է մեր գլխին Դամոկլյան սրի նման պատմությունը մեզ անընդհատ հիշեցնում է խաղաղությունը մենակ ցանկություններով չի պահպանվում պահանջում ուժ կազմակերպվածությունը ազգային կամ Շուշին իլալա ու մնամա ոչ միայն Արցախամշակութային կենտրոնը այլ նաև հայկական ինքնության ու պայքարի խորհրդանիշը բայց անցյալը հպարտանել բավարար չի եթե կարում չենք իրեն տեսերը վերածենք ապագա ծրագրերի եթե
խոզում ենք վեր հայ կնանեքը էլի կռև հարցը այլևս տանվեջ մեր իրականության մշտական վախը հետո պիտի կառուցենք ուժեղ պետություն ժամանակակից բանակավ զարգացած գիտությունով տեխնոլոգիական ներուժով ու պետական մտածողությունով սերնդավ պիտի վերականգնենք ազգային միասնական պատասխանատվության զգացումն ստեղծենք ընդի Հայաստան շտեղ քաղաքացին ունենալու արժանապատիվ կյանք անվտանգություն վստահություն էկտիվա օրվա հանդեպ մունք իրավունք չունենք ապրենք մենակ անցյալի փառքի հուշերով Հայկ Նահապետի Տիգրամեծի Բագրատույների ժառանգները պարտավորն ստեղծին ապագայի հայկական ուժը որպեսզի գալիք սերունդին էլ մզանա հպարտանալի պատճառ ունենան Շուշվա կուսանած վանքը պրոստը եկեղեցի չլալ Արցախը հայկական հոգևոր ու մշակութային կյանքի կենթանի խորհրդանիշները միննալել 1816 թվականին սարքված վանքը իրան սպիտակ քարերով որմնանկարներով ու 3 հարկանի զանգակատնավը առանձնանալ իսայել Շուշվա սրտում տրնալավ քաղաքին ամենակարևոր սրբավայրերը մինը իրան հյաթմու պահվել իսայել դաժե մի բացառիկ թնդանոտ վերավ հայ կամավորները պաշտպանել իսինել Շուշին թշնամու հարձակումներն բայց պատմությունը ողբերգական ընթացք ստացալ 1920-ի Շուշիի կոտորածանը ետը վանքը մնացալը կիսյականդ վիճակում իսկ խորհրդային տարիներին լրիվության ոչնչացվալը կուսանած վանքի ճակատագիրը տռալա ոչ միայն եկեղեցու կորուստի պատմությունը այլև սաղ Արցախամշակութային հիշողության դեմ տարվող կամ պայքարի խորհրդանիշը պատերը վերացալն բայց դրանց պատմությունը հալյամ ապրում է Արեմիցյան Հայաստանը հեռուստատեսությունը հավատարի մնալ ավիրուն սկզբունքներին այեշողներին շարունակում է նախապանգործը թե զամոդեցություններով հունց արդեն գիտում ենք մեր հեռուստատեսությունը ինքնագավազդավ չի զբաղվում հիմնականում հեռարձակում է Արեմիցյան Հայաստանը պատմության ու իր ներկայապագայի մասին տեղեկատվություն քաղաքական ու ալիանտա տեքստերով մինգետ տեղեկատվությունը տամ այլ հարցերի վերաբերյալ եւս Արեմիցյան Հայաստանը հեռուստատեսությունը գրանցալ իրան ամենակարևոր նվաճումների մինը հրատարակել Արեմիցյան Հայաստան շաբաթաթերթը վերի նպատակն է պահպանելու տարածել մեր պատմությունը մշակութային ինքնությունը մունք նաեւ թափանցիկ ու մաչելի ձևով ներկայացնում Արեմիցյան Հայաստանը հանրապետության նախագահի կառավարության ազգային ժողովի այլ կառույցների քաղաքական զարգացումները։ Սիրելի հայրենակիցներ, ձեր քյոմագյավը մեր տելևիզիոն հնարավորությունները ավելին ընդլայնվում ու պնդանում ենք միասին ենք ուժեղ։ Հայ վետերանների ու քյոմագյանողների միավորում, Ֆրանսիացի վետերանների ու հայկական ծագումով դիմադրողների միավորում, եթե 18-ից 78 տարեկան ումին պատար Աբզատ Վախտունիկ հապակարիք միանանք հիշատակի պահապաններին պատիվ հայրենիք ախբերություն։ Ձեր խնդիրն է ինական պաշտոնական արարողություններին բիցերցնել Արեմիցյան Հայաստանը դրոշը հիշատակի պահապանները իրենց նշանակալի ներկայացնողը պաշտոնական արարողություններին հիշատակի արարողություններին, որոնց մասնակցում են կազմակերպությունը եւս պատվում են հայ զինվորների նակամավորներին վեր 1916 թվականից մինչև մեր օրերը իրենց կյանքը վտանգալը պաշտպանելա ֆիզիկական վտանգի տակ գտնվող քաղաքացիական բնակչությանը խնդրում ենք հապաղեք վեճ կապվիկ նախագահ Ժան Ղազարոսյանն հետ լրացուցիչ տեղեկություններ ստանալի հետի Սիրելի հայրենակիցներ, սրվայ տեսքանք պատրաստալ ապրիկ շադրության հետի պնդկացիք